Welcome to Foundations with Larissa Hovhannissian, an unfiltered podcast where I explore the foundational principles of creators, entrepreneurs, scientists, public figures, and all around awesome people who make things happen. Բարի գալուստ Foundations with Larissa Hovhannissian podcast-ի հերթական դրվագ։ Այսօրվա իմ զրուցակիցը մարդ է, ով կրթությունը տեսնում է ոչ միայն որպես համակարգ, այլ որպես երկրի ապագայի հիմք։ Պատիվ ունեմ մեր տաղավարում հյուրընկալել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, շատ շնորհակալություն, որ այսօր այստեղ եք ինձ հետ։ Սովորաբար մենք այս podcast անում ենք անգլերենով, որովհետև մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ, թե ինչքան հետաքրքիր բաներ է կատարվում Հայաստանում և որքան հետաքրքիր են այն մարդիկ, որոնք ստեղ գործում են, բայց հասկանում եմ, որ ու գիտեմ նաև ձեր անգլերենը շատ ուժեղ է, բայց ես էլ կփորձեմ իմ հայրենը մի քիչ լավացնել, որ ձեզ հետ այսօր այս զրույցը ունենամ և կանենք այս ամենը հայրենով և երևի ուզում եմ առաջի տենց հիմնական հարցից սկսեմ, ձեր կրթական ուղին ինչպես է եղել, ձեր դպրոցը, ձեր համալսարանը, լավ հիշողություններ ունեք, թե այդքան էլ չէ։ Նախ շատ ուրախ եմ, որ այսպես խոսելու առիթը կա, որովհետև երբ որ ինչ-որ պաշտոնական դիրք է զբաղեցնում, սովորաբար այսպես ոչ ֆորմալ զրույցների հնարավորություն քիչ է ստեղծվում ու իրականում բաներ կա, որ այդ պաշտոնական ձևաչափով ասել երբեմն հնարավոր էլ չի, բայց այդ ասելիքը շատ կարևոր է, նաև ցույց տալու են ամենը, ինչ որ արվում է այս ոլորտներում ու ուրախ եմ այս հնարավորության համար ու կարծում եմ շատ կարևոր է նաև, որ այս զրույցները հանրությանն էլ ցույց տան այն ամենը, ինչ տեղի ունենում մեր երկրում, անկախ լեզվից, բայց շատ ավելի լավ, որ խոսում ենք հայերենով ու իմ կրթական ուղու մասին ինչ կարող եմ ասել, դա երևի շատ սովորական պատմություն է, դպրոցական, հետո համալսարանական կրթության, ընդ որում ինձ մոտ ընդմիջումներ չեն եղել, այսինքն դպրոցից հետո միանգամից համալսարան ես ընդունվում, բակալավրիատ, մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա և ինչ-որ մի պահ ինձ մոտ պատկերացում կար, թե դա միակ հնարավոր տարբերակն է, այսինքն այդ բոլոր շղթաներով պետք է անցնել ու ինձ համար այդ բոլոր օղակներում ամենակարևոր բանը միշտ եղել է ինքնակրթությունը, որովհետև ինչ-որ մի փուլից հետո ես հասկացել եմ, որ յուրաքանչյուր կրթական համակարգում, յուրաքանչյուր կրթական օղակում դու վերցնում ես այն, ինչ որ ուզում ես ու գտնում ես այն, ինչ որ ուզում ես։ Միշտ կան մարդիկ, ումից կարելի է սովորել, միշտ կան գրքեր, որոնցից կարելի է սովորել, միշտ կան ռեսուրսներ, որոնք կարևոր են, օգտակար են ու նաև ինձ թվում է մեր բոլորիս փորձն էլ ցույց է տալիս, որ նույն պայմաններում միջավայրում մեկը այդ հնարավորությունները բոլորովին այլ կերպ է օգտագործում, մյուսը բոլորովին այլ ու հենց այդ իմաստով եմ կարծում, որ ինքնակրթությունը ամենակարևոր բաներից է, ես շատ էի գնում գրադարաններ և ամենաշատը գրադարաններում սիրում էի կարդալ կատալոգները, որովհետև կատալոգները իմ համար հնարավորություն էր ծանոթանալու մեծ աշխարհին ու այդ աշխարհից ընտրել են ինչ ինձ ավելի հետաքրքիր էր թվում ու այդ ազատությունը ու այդ ընտրության ազատությունը կրթության մի շատ կարևոր մասը պիտի լինի, որ դու ինքդ ընտրես ինչ ես ուզում սովորել, բացի նրանից ինչ որ պարտավոր ես սովորել ու այդ իմաստով իմ կրթությունը հենց այդպիսին ա եղել ու ես շատ ուրախ եմ, որ իմ ճանապարհին ես հանդիպել եմ մարդկանց, իմ ուսուցիչներին, հետո իմ դասախոսներին, որոնք որ ունեցել են այդ նրբանկատությունն ու ճկունությունը, այդ ազատությունն ու պայմանները ընձեռելու և նաև պետք եղած պահին ուղղորդելու ու կարծում եմ, որ եթե այդպես հետ նայեմ, ավելի շատ երևի դրական կհիշեմ։ Իսկ դպրոցը որտեղ եք գնացել։ Ես դպրոց գնացել եմ մի մասը ծնողներիս աշխատավայրով պայմանավորված Հրազդանում և մյուս մասը գնացել եմ Երևանի 170 դպրոցը, որը հիմա ավագ դպրոց է, ավարտել եմ Երևանի 170 դպրոցը և այդտեղ
Նաև անցել եմ տարբեր փուլերով, եթե այդպես կարելի է ասել, որովհետև սկսել եմ աշխատել բավական վաղ, 8-րդ դասարանից եւ աշխատանքը նաև իրենով պայմանավորել է դպրոցում իմ կրթությունը, որովհետև այդ փուլում ես աշխատում էի թերթում եւ լրագրությամբ էի զբաղվում։ 8-րդ դասարանից։ Այո, մենք ունեինք կանչ մանկապատանեկան թերթ, որի թղթակիցների մի մասը երեխաներ էին։ Եվ ես կարդում էի այդ թերթը, հետո մի օր մտածեցի, իսկ ինչու ես չեմ կարող լինել այդ երեխաներից մեկը, եւ այդպես զանգեցի խմբագրություն, ինձ հրավիրեցին, մայրիկիս հետ գնացի, սկզբում ազատ թղթակցում էի, հետո ինչ որ մի պահից ինձ առաջարկեցին պայմանագիր կնքել։ Այս որ տարիներն են, եթե Սրանք դեռ դպրոցական տարիներն են եւ ես հաճախ կատակում եմ, որ իմ աշխատանքային գրքույկում կրթական աստիճանը գրված է ոչ լրիվ միջնակարգ, որովհետեւ ես ընդունվել եմ աշխատանքի, ֆորմալ աշխատանքային կենսագրությունը սկսել եմ դեռևս դպրոցը չավարտած տարիքում, բայց դա շատ կարևոր փորձառություն էր եւ իրենով շատ հաճախ պայմանավորում էր նաեւ դպրոցում իմ արած աշխատանքը։ Իսկ դպրոցից հետո արդեն գնացիք համալսարան ու տենց միանգամից իմանում եք, թե որ գծով եք ուզում շարունակել։ Բոլորովին։ Եվ հենց այդ պատճառով էլ ես հիմա շատ հանգիստ եմ նայում իմ աղջիկների ընտրությանը, ու շատ հանգիստ եմ վերաբերում նրան, որ կարող ես մի բան որոշել, հետո ամբողջությամբ փոխել որոշումներդ, ու փորձում եմ հանգստացնել իմ շուրջը գտնվող համապատասխան տարիքում երեխաներ ունեցող բոլոր մարդկանց, որ յուրաքանչյուրը պիտի անցնի իր սեփական որոշումների կայացման ճանապարհով եւ բոլորովին պարտադիր չի, որ միանգամից հասկանաս, թե ինչ ես ուզում անել եւ ինչու։ Ես էլ այդպես չի, որ միանգամից հասկացել եմ, արդեն նշեցի, որ դպրոցում աշխատում էի զուգահեռաբար լրագրության եւ գիտեք, ինչ որ մի պահի հասկացա, որ բոլորը ակնկալում են, որ ես պետք է նաեւ պրոֆեսիոնալ լրագրող դառնամ, որովհետեւ արդեն իսկ աշխատում եմ եւ նույնիսկ մի տարի պատրաստվում էի ընդունվել լրագրության ֆակուլտետ, հետո վերջին տարին դպրոցում սովորելու որոշեցի, որ չեմ ուզում անել այն, ինչ որ բոլորը ինձնից սպասում են եւ փոխեցի մասնագիտական կողմնորոշումս ու որոշեցի անել այն, ինչ ինձնից չեն սպասում, որովհետեւ մինչեւ այդ սովորում էի հայոց լեզու, գրականություն, որտեղ պետք է նման առարկաներ հանձնեի բուհ ընդունելության համար լրագրության ֆակուլտետում։ Վերջին դասանում որոշեցի մաթեմատիկայից քննություն հանձնել եւ անգլերենից։ Հետո երբ որ հասավ արդեն բուհ դիմելու շրջանը, նայում էի, թե ուր կարող եմ դիմել այդ առարկաներով։ Որոշել էի, որ տնտեսագետ չեմ դառնալու, որովհետև տնտեսագետների ընտանիքից եմ եւ մայրս եւ հայրս եւ ավագ եղբայրս արդեն այդ ճանապարհով էին գնացել եւ ասում էին դուք էլ գնաք այդ ճանապարհով, թե հակառակն էին ասում։ Ինձ երբեք ոչ ոք իմ ընտանիքում չի ասել ես ինչ անեմ։ Եվ դա երևի ամենակարևոր բաներից է, որ ընտանիքը ուղղակի վստահում է եւ կողքիդ է լինում։ Այդ իմաստով որևէ ճնշում ինձ վրա չկար։ Ես ուղղակի ցանկը մասնագիտությունների նայելով 1-2 գիրք էի կարդացել սոցիոլոգիայից, դրանք ինձ շատ հետաքրքրել էին եւ որոշեցի սոցիոլոգիան ընտրել ու դարձա սոցիոլոգ։ Իսկ այդ 4 տարվա ընթացքում բակալավրը 4 տարի է մեր մոտ, այդ 4 տարվա ընթացքում եղել է ժամանակ, երբ որ դուք փոշմանել եք ձեր որոշումը, ասում եք, չէ, սոցիոլոգ երևի ճիշտ որոշումը չէր ինձ համար։ Ինձ թվում է ոչ մի վայրկյան։ Ես ոչ մի պահ չեմ ափսոսացել, որ ընտրել եմ այդ մասնագիտությունը։ Գիտեք, մասնագիտության ընտրությունը կարելի է ասել շատ գուցե պատահական եմ կայացրել, բայց ես կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, որովհետև ընտրել եմ մի մասնագիտություն, որը համապատասխանում է իմ հետաքրքրություններին
եւ որը օգնում է ինձ անել իմ աշխատանքը։ Իսկ սոցիոլոգիան մի մասնագիտություն է, որը թույլ է տալիս քեզ թե զբաղվել հետազոտությամբ եւ գիտությամբ։ Շատ տևական ժամանակ դա իմ ամենասիրելի զբաղմունքներից էր եւ ես ցավում եմ, որ հիմա չունեմ դրա ժամանակը։ Բացի դրանից դա օգնում է քեզ նաև հասարակությանն առնչվող ցանկացած գործընթաց վերլուծել, հասկանալ, պատկերացնել եւ օգտագործելով այդ գիտելիքը նաև անել այն աշխատանքը, որ քեզ վիճակված է։ Այդ իմաստով կարծում եմ, որ սոցիոլոգիան ինչ որ իմաստով ունիվերսալ մասնագիտություն է, ունիվերսալ հմտություններ է տալիս վերլուծելու, հետազոտելու, պատճառահետևանքային կապերը տեսնելու, օրինաչափությունները բացահայտելու, իսկ դրանք հմտություններ են տվյալները վերլուծելու, դրանք հմտություններ են, որոնք պետք են ցանկացած ուղղությամբ աշխատանքի պարագայում։ Բացի դրանից սոցիոլոգիան շատ հետաքրքիր գիտություն է։ Դա անսպառ հնարավորություններ տվող մասնագիտություն է եւ ես կարծում եմ, որ ամենալավ մասնագիտությունն է, որ ես ինձ համար կարող եի ընտրել։ Եվ ես կարծում եմ լիովին ձեզ պատրաստել են նաև շատ բարդ հիմա ձեր պաշտոնի համար, իսկ կար միտք, որ դուք հենց այս պաշտոնում մի օր կլինեք։ Ինձ մոտ երբեք ես ինձ բնականաբար ես չեմ կարծում, որ որևէ մեկը կա, որ մտածում է պետական պաշտոն զբաղեցնելու մասին մանկուց։ Գիտեմ, ինձ թվում է դա նորմալ երազանք չի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ես երբևէ չէի մտածի, որ պետական աշխատանք կանեի եւ հատկապես նման դիրքում, երբ որ որոշումների կայացման ուղիղ հնարավորություններ ունես, բայց ես շատ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը կա եւ չնայած բոլոր դժվարություններին ես ոչինչ չէի փոխի եւ հենց այս նույն ճանապարհով կգնայի։ Իսկ սոցիոլոգիան օրինակ ձեզ հիմա օգնում է այդ դժվար պահերը ավելի հեշտ անցնել, որտեղ դուք հասկանում եք որտեղից է օրինակ բխում, հա, խնդիրը կամ մարդկության կողմից ինչ որ ընդդիմություն է եւ այլն, թե չգիտեմ, դուք վերլուծում եք այդ ամեն ինչը, թե մեկա դժվար է, այսինքն դուք էլ եք մարդ, դուք էլ այդ ամեն ինչը զգում եք, լսում եք, լավ կարծիքները, վատ կարծիքները եւ այլն, սոցիոլոգիան ձեզ օգնում է այդ ուղղությամբ թե չէ։ Կարծում եմ գուցե օգնում է, ինչ որ մի պահից դադարում ես մասնագիտությունը նկատել, այդ մասնագիտությունը դառնում է քո մի մասը եւ ինձ այս պահին դժվար է առանձնացնել, թե ինձ ավելի շատ մասնագիտությունն է օգնում, իմ բնավորությունն է օգնում, թե փորձառությունն է օգնում ինչ որ իրավիճակներից հետո։ Ամեն դեպքում գիտեք, ամենակարևորը, անկախ նրանից դա մասնագիտություն է, փորձառություն է, թե ինչ է, դա միտքն է։ Գիտեք, երբ որ մտածում ես եւ երբ որ վերլուծում ես, մնացած բոլոր դրսևորումները դառնում են երկրորդական։ Իհարկե էմոցիաները, իհարկե ապրումները իրենց տեղը ունեն եւ դրանք ոչ ոք չի չեղարկել եւ շատ անհանգիստ ու լարված իրավիճակներ են լինում, բայց ռացիոնալ միտքն է, որ մեզ պիտի առաջնորդի, ու ինձ թվում է, որ այդ ռացիոնալ մտածողությունն է, որ ինձ օգնում է այս բոլոր իրավիճակները վերլուծել, դիտարկել եւ գիտեք, մարդը պիտի անպայման օրվա մեջ ունենա ժամանակ ինքնահայեցման, ռեֆլեքսիայի։ Դու չես կարող որևէ բանով զբաղվել, դու չես կարող ապրել այնպես, ինչպես որ ուզում ես, եթե դու անընդհատ չես նայում նրան, թե ինչ ես անում, ինչպես ես անում, որտեղ ես սխալվում, որտեղ ես ճիշտ, ինչն է որ հակառակ պարագայում այլ ելքի կտաներ, ինչն է որ հաջորդ անգամ այլ կերպ պիտի անես ու լսել բոլորին։ Այդ դուք ասում եք կարծիքներ, այդ թվում տհաճ կարծիքներ։ Գիտեք, ես միշտ
մտածում եմ, որ արտահայտման ձևը չպիտի խանգարի, որ դու տեսնես արտահայտման բովանդակություն։ Եվ հատկապես այնպիսի դիրքում, ինչպիսին ես եմ, այսինքն պատասխանատու պաշտոն զբաղեցնելու պարագայում դու պարտավոր ես լսել ցանկացած կարծիք, ինչքան էլ դա քեզ տհաճ լինի, որտեվ իրականում մեզ ամենաշատը օգնում են մեր քննադատները։ Համաձայն եմ։ Եվ իրականում մեր պետական համակարգը ունի մի շատ վատ եւ վաղեմի ավանդույթ, որ մարդկանց թվում է, թե իրենցից ուրեմն այդ հիերարխիկ աստիճանում ավելի բարձր կանգնած մարդիկ ուզում են միայն լավ բաներ լսել։ Այսինքն, երբ որ ինչ-որ մի թեմա ես քննարկում, շատերին թվում է, որ դու ուզում ես միայն լսել, որ ամեն ինչ լավ է եւ ամեն ինչ նորմալ է։ Ցանկացած ղեկավարման գործառույթ ունեցող անձ պիտի սկսի անհանգստանալ, երբ որ իրեն սկսում են ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Այո։ Եվ պիտի փորձի հասկանալ իրականում ինչ է տեղի ունենում։ Ու եթե ուզում ես հասկանալ ինչ է տեղի ունենում, իսկ դա միշտ պիտի ուզենաս, հետևաբար պիտի լսես բոլոր քննադատական կարծիքները։ Պետք է լսես այն, ինչը չես ուզում լսել, որովհետև շատ հաճախ այդ կարծիքների մեջ դու տեսնում ես այն խնդիրները, որոնք կան եւ որոնց մասին քեզ ոչ ոք ուրիշ չի ասում։ Այդ իրականության հետ կապը ամենակարևոր բաներից է, որ հատկապես պաշտոնատար անձը պիտի չկորցնի, եւ ես կարծում եմ, որ այդտեղ են սկսվում մեր բոլոր խնդիրները, երբ որ մենք մոռանում ենք կամ այն զգացողությունները, այն ամբողջական պատկերացումները, որոնք մեզ թույլ են տալիս հասկանալ խնդիրները եւ սկսում են գործ ունենալ մեր երևակայական աշխարհի երևակայական խնդիրների հետ։ Բյուրոկրատիայի մեջ շատ հեշտ է այդպես վարվել, որովհետեւ ինչ որ մի պահից այդ թղթերի աշխարհը սկսում է փոխարինել իրական աշխարհը եւ շատ կարեւոր է որպեսզի դու անընդհատ այդ կապի մեջ լինես եւ շատ կարեւոր է որպեսզի այդ հնարավորությունները ստեղծես լսելու, իմանալու եւ վերլուծելու։ Նաեւ հակառակ ֆենոմեն եմ նկատել Հայաստանում։ Մենք դե մեր գործ արդեն 10 քանի տարի անում ենք մեր երկրում եւ նկատել ենք, որ երբ որ փորձում ես խոսել խնդիրների մասին հասարակության հետ, դու դառնում ես ինչ որ ազգի դավաճան, որովհետեւ ինչ որ վատ բաներ ես ասում ազգի մասին։ Օրինակ, որ կրթական մեր տարբեր բաները բավականին ցածր են եղել։ Հիմա գիտեմ, որ շատ բան կարողացել ենք անել այս քանի տարվա ընթացքում եւ լավացրել ենք այդ արդյունքները, բայց մեզ համար, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ ծրագիր պետք է անենք, ինչ գործեր պետք է իրականացնենք, մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք մենք հիմա գտնվում, ու երբ որ ես կամ Հայաստանում կամ Հայաստանից դուրս օրինակ Սփյուռքի հետ խոսում եմ անդադ այն բանի մասին, թե մենք ինչ ենք տեսնում մեր դպրոցներում, արդյունքները, մակարդակները եւ այլն, մարդիկ չէին ուզում դա լսել, որտեվ դա այնց համար ցավալի էր, դա չէր համապատասխանում այդ ինչ որ մեծ միֆին, որ մենք ստեղծել ենք, գուցե եղել ենք այդ ինչ որ ժամանակ, բայց նաեւ երկար տարիներ արդեն այդ level-ներից ընկել ենք ներքև, եւ հիշում եմ ձեր պարլամենտում շատ կարեւոր ինձ համար ելույթը, որտեղ դու բաց սկսեցիք խոսել փաստերով, թվերով, թե մենք այս պայծրությամբ, հա, մեր երեխաները իրանց կրթական ոնց որ արդյունքները որտեղ են այս պայծրությամբ, ու ես հիշում եմ, որ շատերի համար դա ինչ-որ շոկային բան էր։ Հիմա թվերը երևի չեմ նորից ասելու, մենք անպայման լինքը կդնենք այդ ձեր ելույթի համար, որ արել ենք, ու գիտենք, որ նաև դա երևի 3-4 տարի առաջ էր, եթե ոչ ավել։ Ուզում եմ հասկանալ ձեր կողմից դուք ինչ եք նկատել, օրինակ, երբ որ դուք խոսում եք այս թվերի մասին, կամ ասում եք, որ սա է խնդիրը, հա, դուք մտածում եք, որ սա է եղել մինչև հիմա, բայց իրականությունը էսպես է,
եւ մենք պետքա այս բաները անենք, որ հասնենք ինչ-որ ուրիշ կետ։ Ինչպես են ընդունում այդ ամեն ինչը եւ ինչ հետաքրքիր պրոգրես է եղել նաեւ այս տարիների ընթացքում, որը մենք որպես դասադիր Հայաստան օրինակ շատ ենք նկատել մեր դպրոցներում։ Իրականում այդպես է եւ խնդիրների մասին խոսակցությունը շատ ցանկալի չի մեր հասարակության ներսում։ Մենք տարբեր թեմաների վերաբերյալ ունենք մեր ստանդարտ խոսելու ձևերը եւ դրանից դուրս խոսակցությունը իհարկե շատ բարդ է ընդունվում, բայց շատ կարեւոր է այդ խոսակցություն ունենալ, որովհետեւ իրականում խնդիրների լուծումը սկսվում է այդ խնդիրների մասին խոսակցությունից եւ այդ խնդիրների ձևակերպումից։ Եթե մենք չենք ձևակերպում հստակ, թե որն է մեր իրավիճակը, մենք չունենք որևէ հնարավորություն այդ իրավիճակը փոխելու։ Ու գիտեք, երբ որ մենք սկսեցինք այդ խոսակցությունները եւ հանրակրթության բարեփոխման այս ամբողջ գործընթացը, իհարկե շատ բարդ էր, իհարկե այդ փուլում ունեինք բազմաթիվ տարաբնույթ եւ հիմա էլ դրանք շարունակվում են մանիպուլյացիաներ, որոնք փորձում էին այդ խոսակցության հետևում տեսնել թաքնված ականջներ եւ փորձում էին տեսնել տարբեր թեմաների արձագանք, այն պարագայում, երբ որ պետք էր ուղիղ նայել իրավիճակին եւ տեսնել, որ լավ չի, որ որակյալ կրթության խնդիր ունենք, որ իրականում դա առաջին հերթին մեր երեխաների մասին խոսակցությունն է։ Մենք այդքան սիրում ենք մեր երեխաներին այստեղ ու այնտեղ վկայաբերել, բայց իրականում մեր երեխաները բացակայում են մեր խոսակցություններից։ Մենք կրկնում ենք այդ բառերը, սակայն չենք նայում, թե մենք ինչ ու ինչպես ենք անում իրենց համար։ Մեր դպրոցը ամեն ինչի մասին էր, բայց ոչ երեխաների։ Դա ուսուցիչների մասին էր, առարկաների մասին էր, տնօրենի, հաշվապահի, գրադարանի աշխատողի, պահակի եւ վերջին հերթին շատ տեղերում նոր երեխաների, ծնողների մասին է, ավելի քան երեխաների։ Այդպիսին է մեր գնահատման համակարգը, որը փորձում ենք, կներեք այդ բառի համար, ջարդել այս փոփոխություններով, որտեղ գնահատման համակարգը ձևախեղել է մեր դպրոցը։ Այդպիսին է ցանկացած բան, որ դուք կարող եք վերցնել եւ նայել, եւ հետո զարմանում ենք, որ այսպես է ստացվում։ Այդ ամբողջը նաեւ մեր ոչ բավարար ազնվության հետևանք է։ Եվ կրթության ամենալուրջ խնդիրներից մեկը ոչ բավարար ազնվությունն էր։ Մեր իրար հանդեպ ոչ բավարար ազնվությունը, ուսուցիչը աշակերտների հանդեպ, ծնողները իրենց երեխաների, ուսուցիչների, այդ բոլոր հարաբերությունները խեղված էին անազնիվ մոտեցումներով, ամենատարբեր պատճառներով, սկսած քաղաքական կուսակցականից, որովհետև կներեք շատ երկար մեր կրթական համակարգը եղել է գործիք, եւ սա նաեւ շատ լուրջ ազդել է բոլոր այս պրոցեսների վրա եւ շատ էապես է ազդել մեր կրթության որակի նվազման վրա ու դրա մասին պետք է շատ բաց խոսել, որովհետեւ դպրոցի տնօրենը մի անձ էր, որ առաջին հերթին մտածում էր հաջորդ ընտրությունների ցուցակների մասին։ Ինչպես կարող ենք մենք կրթության որակ պահանջել այդտեղ։ Եվ ինչպես կարող ենք ակնկալել, որ նրա որոշումները, որ ուսուցչին ընդունի աշխատանքի, ինչպես կազմակերպի process-ը, պիտի կրթության շահերից ելնեն, ոչ թե այլևայլ շահերից, որոնք որ ակնհայտորեն այդ համակարգում ավելի գերակա են։ Հետևաբար ամենակարևոր բարեփոխումը կրթության համակարգը կրթությանը վերադարձնելն է։ Սա է ամենակարևորը, երբ որ մարդ հասկանում է, որ իրենից պահանջվում է անել իր գործը միայն եւ անել դա որակյալ, այստեղ արդեն մնացած աշխատանքները շատ տրամաբանական են, որտեղ պահանջներն են տրամաբանական, ասում ենք, ինչու չկա որակ, ինչ է պետք անել, որ որակ լինի։ Եվ այդ աշխատանքների տրամաբանությունն էլ կառուցվում է առանց ենթատեքստերի։ Եվ մենք ունենք փոփոխություններ, դրանք դժվար են, բայց դրանք տեղի են ունենում։ Նախ եւ առաջ ամենակարևոր փոփոխությունը համակարգը պատրաստ է փոփոխության։
Սա է ամենակարևոր փոփոխությունը, որովհետև իրականում կրթական համակարգում ցանկացած փոփոխություն ենթադրում է բազմաթիվ մարդկանց ներգրավվածություն։ Դու չես կարող թղթերի վրա փոփոխություններ անել։ Մենք խոսում ենք դպրոցների պարագայում շուրջ կես միլիոն մարդու մասին, որոնք ուղիղ շահառու են՝ երեխաներ, ուսուցիչներ, տնօրեններ, այլ աշխատակիցներ։ Ես դեռ չեմ խոսում ընտանիքների մասին։ Այսինքն, եթե որևէ փոփոխություն ես ուզում անել, առաջին հերթին պետք է համակարգը մաս լինի փոփոխության, ներգրավված լինի, մասնակից լինի, պատկերացնի եւ հասկանա։ Եվ գիտեք, այդ իմաստով ես շատ ուրախ եմ, որ հիմա, երբ որ ես շփվում եմ դպրոցի տարբեր ներկայացուցիչների հետ, լինեն ուսուցիչ թե տնօրեն, շատ ավելի հաճախ եմ նաև իրենց խոսույթում նկատում, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում։ Դրանք բաներ են, որ չես կարող ձևացնել կամ ցույց տալ, ուղղակի որպեսզի դուր գաս։ Դա կամ երևում է, կամ չի երևում։ Եվ ես կարծում եմ, որ օրինակ այնպիսի գործիքներ, ինչպես նախագծային ուսուցումն է, որտեղ երեխաները ներգրավում են, նրանց մոտիվացիայի նաև էական աճ ենք նկատում։ Այնպիսի գործիքներ, ինչպիսին խմբակներն են, որոնք նրանց տարբեր նախասիրություններն են խթանում, այնպիսի գործիքներ, ինչպես երկարօրյա ուսուցումն է, առաջադիմության խնդիր ունեցող երեխաների համար, բազմաթիվ բաներ իրենց արդյունքն ու հետևանքը թողնում են, եւ գիտեք, ես նկատում եմ, որ ուսուցիչներն էլ, այն ուսուցիչները, որոնք որ իսկապես իրենց տեղում են դպրոցներում, շատ ավելի լիարժեք են իրենց զգում, որովհետեւ ունեն մեծ գործիքակազմ աշխատելու եւ արդյունք ունենալու, եւ ունեն մեծ ճկունություն ու մեծ ինքնուրույնություն։ Ամենակարևոր բաներից մեկը, ինչին ուղղված է կրթական համակարգի փոփոխությունը, դա ինքնավարության հաստատումն է, մանկավարժական ինքնավարության, ստեղծագործականության։ Իմ համոզմունքն է, որ չեն կարող մեր երեխաները լինել ստեղծագործող եւ նախաձեռնող, եթե այդպեսին չի դպրոցը։ Իսկ որպեսզի դպրոցը այդպեսին լինի, դպրոցը պետք է ունենա ազատություն, պետք է ունենա հնարավորություն ընտրելու, պետք է ունենա հնարավորություն որոշելու եւ իհարկե ցանկացած ինքնավարություն ենթադրում է առաջին հերթին կարողությունների մակարդակ։ Դպրոցը նաև պետք է պատրաստ լինի, պետք է ունենա անհրաժեշտ հմտությունները, գիտելիքները, ռեսուրսը այդ որոշումները կայացնելու։ Ու հենց սրա մասին է կրթական համակարգի փոփոխությունը եւ հենց սրան են միտված մեր ջանքերը, ու ես տեսնում եմ, որ համակարգը արձագանքում է, գնալով ավելի ու ավելի շատ, դրանք երևում են նաև թվերով, բայց մենք որոշեցինք թվերից չխոսել եւ դրանք երևում են նաև այն դիտարկումներով, որ արդեն մեր շատ դպրոցներում կարելի է տեսնել։ Երբ որ ես տեղափոխվեցի Հայաստան, ինձ անընդհատ ասում էին, որ հա, այդ լավ ես ասում, որ Ամերիկայում կամ Ռուսաստանում կամ չգիտեմ ինչ-որ ուրիշ երկրում ստացվում է, բայց Հայաստանում չի ստացվի մեր մոտ։ Մեր մոտ էսպես է, ու դու կամ պետք է անես այն ինչ որ մենք անում ենք այստեղ, կամ չանես ոչ մի բան։ Ու մենք էլ դասանդիր Հայաստանով նկատել ենք, որ մարդիկ շատ հաճախ ուղղակի չեն պատկերացրել, որ ուրիշ տարբերակ կա աշխատելու, դասավանդելու, ղեկավարելու որպես տնօրեն, եւ երբ որ դու ոչ թե ասում ես դա կամ ինչ-որ բան ես ուղարկում թղթի վրա ու ակնկալում ես, որ մարդը կարողանա դա անել միանգամից, այլ դու անընդհատ աշխատում ես մարդկանց հետ, ապրում ես իրանց հետ, հա, ու այդ դժվարություններով իրոք ամեն օր անցնում ես, այդտեղ փոփոխություն արդեն կատարվում է եւ դուք շատ ճիշտ ասացիք, ինքը սենց մեջից է լինում, այսինքն կամ մարդը իրոք այդ փոփոխությունը զգում է ու սկսում է ուրիշ ձևով աշխատել եւ նայել կյանքին, կամ ինքը ուղղակի չի ստացվում։ Գուցե ինչ որ բաներ փոքր ստացվում են, հետո չի մնում։
Ինձ թվում է ձեր փոփոխությունները, որոնք դուք բերել եք, նաև ուղղակի ցույց են տվել մարդկանց, որ այլ տարբերակներ կան եւ եթե մարդը սկսում է աշխատել սիրով, հասկանալով, հա ու ճիշտ նպատակների համար, մթնոլորտը սկսում է փոխվել դասարանում, դպրոցում, համայնքում եւ ես կարծում եմ մարդիկ ուղղակի մի քիչ ավելի երջանիկ են դառնում դրա պատճառով մենք շատ հետաքրքիր փիզա բան ենք վերլուծություն ենք տեսել որ օրինակ Սինգապուրում երեխաները ինչպես մենք գիտենք շատ բարձր կրթական արդյունքներ են միշտ գրավում բայց իրանց socio-emotional բանը բավականին ցածր է այսինքն իրանք տխուր երեխեք են շատ բայց Ալբանիայում օրինակ երեխաները բավականին ցածր կրթական արդյունքներ ունեն, բայց շատ երջանիկ երեխաներ են, բայց հետո կան ինչ-որ երկրներ, որպես Դանիան օրինակ, որտեղ այդ մի քիչ բալանսավորված է, հա։ Ես գիտեմ, որ Հայաստանն էլ հիմա շուտով փիզային կմիանա, արդեն գործեր կան, որոնք անում եք դուք փիզայի հետ Եթե հենց literacy, numeracy, գրագիտություն եւ այլն այդ կողմից նայենք, ինչ եք դուք ակնկալում, որտեղ ձեր պարլամենտի ելույթը նաեւ դրա մասին էր շատ խոսում, ինչ եք պատկերացնում փիզայից հետո, ինչ ենք տեսնելու Դե իրականում շատ ճիշտ է, այստեղ միջավայրը եւ երեխաների ապահովության ու լավ զգալու եւ այդ բոլոր բաղադրիչները շատ կարեւոր են նաեւ կրթական արդյունքի համար եւ դուք Պիզան նշեցիք Թիմսի հետազոտությունները, որոնց որ մեր երկիրը մասնակցում է 2003 թվականից, այդ կապը հենց մեր երկրի դպրոցների համար շատ ուղիղ ցույց են տալիս եւ մեր այն երեխաները, որոնք որ դպրոցում իրենց լավ են զգում, նրանց կրթական արդյունքը շատ ավելի բարձր է։ Եվ այդ իմաստով իհարկե Պիզան մեզ համար կլինի լրացուցիչ տվյալների բազա եւ ցույց կտա նաեւ ինչպես է այդ տրամաբանություն շարունակում ավելի բարձր տարիքում, որովհետեւ Պիզային մասնակցում են 15 տարեկանները։ Միայն 15 տարեկանները։ Պիզա, այո, այն հետազոտությունը, որ մենք մասնակցում ենք, ընդ որում արդեն իսկ բուն տվյալների հավաքագրման փուլը թեստավորումը իրականացվել է եւ հաջորդ տարի կլինեն արդյունքները, կհրապարակվի զեկույցը։ Մենք որոշում կայացրեցինք մասնակցել Պիզային 2022-23 թվականին մի քանի պատճառներով, նախ որովհետեւ անհրաժեշտ էր, որպեսզի ունենայինք նաև վերին տարիքային շեմի գնահատական, Թիմսին մեր մասնակցությունը 4-րդ դասարանցիների մակարդակում է, բայց պետք է տեսնել, թե կրթական աստիճանների հետ մեկտեղ ինչպես է տեղի ունենում երեխաների զարգացումը։ Երկրորդ կարևոր հանգամանքը այն էր, որ Պիզայի մեթոդաբանությունը թույլ է տալիս հասկանալ իրավիճակը հենց կոմպետենցիոն կտրվածքով, որին էլ ուղղված է մեր չափորոշիչը։ Գիտեք, որ մենք գիտելիքի վրա հիմնված չափորոշիչից անցանք դեպի կոմպետենցիոն չափորոշիչը, որը գիտելիք, արժեք, հմտություն եւ դիրքորոշում է, եւ այդ իմաստով Պիզան հնարավորություն կտա ամբողջությամբ դիտարկել նաեւ մեր չափորոշիչի ընթացքը։ Իհարկե կարծում եմ, որ այս տարվա արդյունքները կլինեն նախնական արդյունքներ, որովհետև մենք դեռևս չափորոշիչի ներդրման փուլում ենք եւ չափորոշիչի իրական ներդրումը հնարավոր կլինի չափել հաջորդ շրջափուլում Պիզայի, երբ որ արդեն որոշ ժամանակ այն մեր դպրոցներում աշխատել է։ Ես մեծ ակնկալիքներ չունեմ, ձեզ պիտի անկեղծ ասեմ ու ասեմ ինչու, որովհետև իրականում երբ որ ծանոթանում ես այդ հետազոտությունների մեթոդաբանությանը, հասկանում ես, որ երեխան այդ ձևով պիտի սովորի, որպեսզի հետո էլ արդյունք ունենա։ Եվ խնդիրը այստեղ միայն ակադեմիական գիտելիքի մասին չի։ Խնդիրը նաև ակադեմիական գիտելիքի մատուցման ձևի մասին է։ Ոչ միայն մաթեմատիկայի խնդիրներ լուծել, գումարել, հանել, բաժանել իմանալ, այլ նաև փաստարկել իմանալ։ Եվ նման հետազոտությունների պարագայում իրենք միշտ ունեն տարբեր բաժիններով գնահատականներ եւ այդտեղ բավական լուրջ
տեղ ու կշիռ հենց զբաղեցնում այնպիսի բաժիններ, որոնք ուղղված են կիրառականությանը, գիտելիքի եւ ուղղված են փաստարկմանը։ Սրանք մեր դպրոցի ամենակարևոր խնդիրներն են, որովհետեւ մեր դպրոցը տարիներ շարունակ հիմնված է եղել անգիրի մշակույթի վրա։ Անգիր անելով ոչ կարող ես փաստարկել, ոչ էլ կարող ես ուրեմն հասկանալ, թե ինչպես դա կարելի է կիրառել։ Եվ իհարկե մի օրում դա չի փոխվելու, այսինքն այնպես չի, որ կարծում եմ, որ մենք հիմա պիզայում փայլուն արդյունքներ ենք ունենալու, բայց հա գիտեք, նույն մեր խոսակցության շարունակությունն է։ Դա սկիզբն է։ Պետք է պարզ նայել խնդրի երեսին։ Այո։ Պետք է պարզ հասկանալ, մեզ պետք չի նկարած արդյունքներ։ Մենք ուզում ենք հասկանալ որն է մեր դպրոցի խնդիրը, որը արդեն իսկ գիտենք մեր տեղային մակարդակում եւ պիզան մեզ հնարավորություն է տալու այդ խնդիրը դիտարկել նաեւ միջազգային համադրելիության մեջ եւ տեսնել մեր երկրի հարցերն ու մեր երկրի առանձնահատկությունները այլ երկրների համեմատությամբ սովորել մեկը մեկից եւ այդ իմաստով կարծում եմ, որ պիզայի մեր մասնակցությունը շատ կարեւոր նաեւ տվյալներ է բերելու քաղաքականության հաջորդ փուլի մշակման համար, գուցե նաեւ չափորոշչի որոշ փոփոխությունների համար եւ իհարկե մենք շատ անհամբերությամբ սպասում ենք զեկույցին, իհարկե հասկանալով, որ դա մեր համար լավագույն զեկույցը չի լինելու, ինչը եւ բնական է։ Շատ լավ։ Ես հիշում եմ, երբ որ նոր տեղափոխվեցի Հայաստան դասավանդիր Հայաստան հիմնադրելու համար, մենք մեծ խնդիր ունենք, որովհետև փակ էր շատ ստատիստիկան։ Կամ ինքը չկար ուղղակի դպրոցներում, կամ նախարարությունում, կամ այն ինչ որ մենք տեսնում ենք Թիմզի տեսանկյունից արդեն լավ արդյունք չէր, բայց նաև այդպես շատ չէր խոսվում այդ արդյունքների մասին ու շատ հաճախ ես անընդհատ փորձում եի համոզել մարդկանց, որ մեր իրականությունը նաև Teams-ն է դա ցույց տալիս կամ ինչ որ մենք հիմա կարողանում ենք մեր ուժերով հավաքել դպրոցներից եւ ավելի լավ պատկերացնել դպրոցի մակարդակը, դա է մեր իրականությունը, բայց ինձ ասում են ոչ, այդ որ միջազգային բան է, մեզ համար տենց շատ կարևոր բան չի, մենք 98% literacy rate ունենք Հայաստանում ու ես ուղղակի շատ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում մենք դառնում ենք մի քիչ ավելի պրագմատիկ, մենք փորձում ենք հասկանալ իրոք մենք որտեղ ենք գտնվում այս պայծրությամբ, մենք պատրաստ ենք ինչ որ դժվար բան լսել, որովհետև մենք հասկանում ենք, որ ուրիշ ձև առաջ գնալ հնարավոր չի, դու չես կարող ինչ որ բան, եթե դու օրինակ հիվանդ ես ու եթե դու չգիտես քո խնդիրը որտեղ է գտնվում, հա, քո մարմնում դու չես կարող դա լուծել ու չես կարող լավանալ։ Դրա համար մենք էլ ենք շատ սպասում, մեզ համար էլ է շատ հետաքրքիր լինելու եւ ես միշտ ասում եմ, որ Հայաստանը նաեւ ինչ որ առավելություններ ունի, շատ մենք փոքր ենք, մենք կարող ենք բավականին արագ շատ լուրջ առավելություն է ու մենք բավականին արագ կարող ենք ասենց աքսելերատորի նման հասնենք ուրիշ արդյունքներին ու իմ հաջորդ հարցը երևի հենց դրա հետ է կապված, որովհետև մենք վերջերս լսել ենք շատ հետաքրքիր լուր, որ Հայաստանում կստեղծեն AI factory եւ ես չգիտեմ, կարող է սխալ եմ հասկացել, բայց ակնկալում եմ, որ դա ինչ որ մեծ ազդեցություն է նաև ունենալու ռազմավարության վրա, կրթության ոլորտի 20-30 ռազմավարությունը արդեն նախ պետք է ասեմ, որ մեր առաջի ռազմավարությունն է 30 տարվա ընթացքում եւ կարծում եմ հաջորդ ֆազան երևի նաև պետք է ավելի շատ կապված լինի այս իրադարձությունների հետ կապված, հիմա դուք ինչպես եք մտածում այս ամեն ինչի մասին, ինչ նոր մտքեր կան կամ գուցե արդեն այդ ամեն ինչը կամ ենք ուղղակի դեռ չգիտենք։ Իրականում կրթական համակարգը շատ լուրջ փոփոխություն է կրում
եւ արհեստական բանականության մուտքը կրթական համակարգ հիմնովին փոխում է կրթության գործընթացը։ Հիմա շատ երկրներ փորձում են հասկանալ ոնց գործ ունենալ դրա հետ։ Կան երկրներ, որ սկսում են փորձարկել։ Օրինակ արհեստական բանականության կիրառմամբ կրթության process անել։ Տեղեր կան, որ նույնիսկ փորձարկում են առանց ուսուցիչ դասասենյակներ։ Այդպիսի տեղեր էլ կան։ Մենք իհարկե անմասն չենք այս տեխնոլոգիական զարգացումներից ու այստեղ այն դեպքերից է, որ ես շատ ուրախ եմ, որ մենք ակտիվ աշխատում ենք մասնավորի հետ, որովհետև մենք արդեն 3 տարի է, որ արհեստական բանականության կուրս ենք ներդրել մեր դպրոցներում եւ ունենք նույնիսկ 2 ծրագիր, մեկը FAST հիմնադրամի հետ համագործակցությամբ ենք անում արհեստական բանականության սերունդ ծրագիրը եւ դա նաեւ սեպտեմբերից ընդլայնում ենք ավելի շատ դպրոցներում եւ ասեմ նաեւ որ արդյունքները որ ունենք ցույց են տալիս որ բավականին լավ աճում է երեխաների ուսումնառության այդ հաջողությունները մեծանում են էապես եւ երկրորդը անում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության հետ որտեղ նույնպես փորձարկում ենք մի ձևաչափ սրանց առանձնահատկությունն այն է որ երեխաները ըստ էության սովորում են արհեստական բանականության դասընթաց եւ սովորում են կիրառել այդ դասընթացը ավելի շուտ որպես մասնագիտություն կամ հետագա մասնագիտացման համար հիմք բայց կրթության գործընթացում արհեստական բանականությունը նաեւ կարևոր ներխուժում է ունենում որպես համընդհանուր գործիքակազմ ոչ թե որպես մասնագիտացում որը պիտի սովորել այլ որպես գործիք որը դառնում է դասավանդման process-ի մասնակից որտեվ հիմա որպես կալկուլատոր օրինակ որպես կալկուլատոր այդ մեղմը հա եթե այդպես անալոգիա տանենք այո գուցե որտեվ հիմա օրինակ ինչպես պիտի ուսուցիչը տարբերի երեխան ինքնուրույն է արել տնային աշխատանքը թե ոչ այդտեղից ավելի կարևոր հարց է գալիս իսկ արդյոք պիտի տնային աշխատանք տա ուսուցիչը իսկ ինչպիսի առաջադրանք պիտի տա ուսուցիչը որպեսզի երեխան ոչ թե արհեստական բանականությունից փախնի, մտածելով, որ դա արգելված բան է, այլ հակառակ օգտագործի այդ գործիքը իր խնդիրը լուծելու համար եւ դա արդեն իր հմտությունը ցույց տա։ Կան բազմաթիվ այդպիսի վերլուծություններ, որ պարզաբանում են, որ արհեստական բանականության կիրառմամբ ամենակարևոր հմտություններից մեկը դառնում է հարցեր ձևակերպելու եւ հարցեր տալու հմտությունը։ Եվ կան տեսակետներ, որ կրթությունը առավելապես պիտի կենտրոնանա ճիշտ հարցեր ձևակերպելու հմտության զարգացման վրա։ Իրականում հարցեր ձևակերպելը ամենաբարդ բաներից մեկն է, ես դա ձեզ որպես սոցիոլոգ եմ նաև ասում, որի մասնագիտական նաև ուղղվածությունն է հարցեր ձևակերպելը, որովհետև կախված նրանից ինչ հարց է ձևակերպում, պատասխանը կարող է 180 աստիճանով տարբեր ստացվել։ Կարող է ուղղորդել քեզ ցանկալի պատասխանի ստացումը, կարող է սադրել, կարող է ստանալ այնպիսի պատասխան, որը ոչ ոք չէր ակնկալում։ Այդ բոլորը հնարքներ են։ Այդ բոլոր հնարքները կիրառելի են նաև արհեստական բանականության հետ։ Եվ իրականում այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք որտեվ հարցեր տալը նշանակում է նաև իրականությունը տեսնել, պատկերացնել, վերլուծել, հասկանալ։ Օրինակ ֆիզիկական իրականությունը, կենսաբանական իրականությունը, հոգեբանական իրականությունը, սոցիալական, քաղաքական, տնտեսական, այսինքն ցանկացած ոլորտում այս հարցը ակտուալ է։ Եվ ես կարծում եմ, որ մենք պիտի շատ ավելի ուշադիր լինենք միմյանցից սովորելու Եվ ուրախ եմ, որ մենք իրականում տեխնոլոգիական կրթության այնպիսի մոդելներ ունենք, որոնք մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն ինքներս սովորել, այլ նաև գուցե աշխարհի հետ հաղորդակցվել եւ սա մեր այն ուժեղ կողմերից է, որն արդեն իսկ տեսանելի է, օրինակ Թումոն։ Աշխարհի արդեն քանի երկրում տեխնոլոգիական կրթության այդ մոդելը դառնում է մրցունակ։ Մեր ռոբոտաշինական լաբորատորիաները, որոնք նույնպես մեծ հետաքրքրություն են արթնացնում եւ նույն արհեստական բանականության դասընթացը, որն արդեն իսկ հետաքրքրված են նաեւ տարբեր երկրներ ուսումնասիրելու եւ փոխառելու,
ինչը մեզ ցույց է տալիս, որ եթե մենք այստեղ ճիշտ ձևակերպենք մեր անելիքը եւ հետեւողական քաղաքականություն ունենանք, ապա կարող ենք նաև ունենալ կրթական համակարգի այնպիսի լուծումներ, որոնք թե մեր խնդիրները կլուծեն եւ թե գուցե նաև օգտակար կլինեն այլ երկրների համար։ Ես սրան անկեղծ ասած ոչ թե այսպես թերահավատությամբ եմ մոտենում, այլ տեսնում եմ, որ արդեն այդ աշխատանքը արվում է։ Հենց այս պահին ես սեղանիս ունեմ մի 6 տարբեր առաջարկ արհեստական բանականության հետագա ներդրման շուրջ, մեկը մյուսին փոխ լրացնող, մեկը մյուսի հետ աշխատող, եւ սա նշանակում է, որ մենք իսկապես ուղղակի ճիշտ կողմնորոշվելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու աշխատանքը պիտի անենք, որպեսզի այդ զարգացումը ապահովենք եւ այս հնարավորություններն էլ, որ ստեղծվում են այս արհեստական բանականության կենտրոնով, որ դուք նշեցիք, իդեպ մենք քննարկում ենք, որ դա տեղակայվի ակադեմիական քաղաքի տարածքում եւ սա կարծում եմ շատ լավ նորություն կլինի նաեւ օրինակ մեր տեխնոլոգիական համալսարանի եւ տեխնոլոգիական ընկերությունների համար, ովքեր որ ունեն ցանկություն ակադեմիական քաղաքի մաս կազմել, եւ կարծում եմ, որ սա հենց մեր նման երկրներին, որոնք որ ունեն լուրջ պոտենցիալ տեխնոլոգիական զարգացման իմաստով եւ նաեւ հնարավորություն այդ հաբը դառնալու, կարող է նաեւ կրթական համակարգի փոփոխության շատ լավ առիթ ու պայման ստեղծել, որովհետեւ ինչպես դուք ասացիք, մասշտաբի էֆեկտը Հայաստանում կարող է աշխատել եւ կարող են մի քանի նախաձեռնություններ փոխել իրավիճակը։ Եվ համակարգի ճկունությունը ես կարծում եմ, որովհետև ես վերջերս Անգլիայում էի ու հարցնում էի մարդկանց նաև իրանց նախարարությունում, իսկ ինչպես եք դուք մտածում արհեստական բանականության մասին, մենք արգելում ենք, մենք չենք թողում, որ արհեստական բանականությունը մտնի մեր դպրոցներ, օրինակ, այս պայդրությամբ։ Կարող է հետո իրանց միտքը փոխեն, բայց Հայաստանը հիմա հնարավորություն ունի, որովհետև կարծում եմ ուղղակի մենք ավելի ճկուն ենք, ավելի բաց ենք ու ավելի պատրաստ ենք ինչ-որ նորարարությունների, որոնք ավելի մեծ երկրներ, որոնք տենց 100 տարի ինչ-որ մի բանի մեջ են թաթախվում, ինձ թվում է այդ նաև մեր առավելությունն է շատ մեծ, որ մենք կարող ենք շատ արագ այդ լիփերը անել ու գնալ ինչ-որ լրիվ այլ տեղ։ Եթե վերադառնանք հենց data կենտրոնի AI-ի, ես Ռև Լիբարիձյանի հետ էի խոսում վերջերս, ինքը նաև ասաց, որ պարտադիր շատ կարևոր է, որ հենց արհեստական բանականությունը երեխաները սովորեն ու դա ինչ-որ ձևով մտնի մեր պետական դպրոցներ, բայց ինքը նաև խոսում էր այդ layer-ի մասին, որի մասին մենք տենց շատ չենք մտածում, գոնե ես անձամբ չի պատկերացնում, որ աշխատացնել, հա, այդ data կենտրոնը նաև պահանջում է սանտեխնիկներ, պահանջվում են մարդիկ, որոնք էլեկտրական բաներից լավ մասնագետներ են ու եւ այլն բազմաթիվ հարակից մասնագիտություններ։ Հա, ու իրանք էլ ավելի կարևոր են դառնում։ Իհարկե։ Ու դա շատ հետաքրքիր էր ինձ համար ու կարծում եմ ստեղ էլ շատ մեծ հնարավորություն կա։ Դե իրականում նախորդ տարի, երբ որ մենք ընդունում էինք մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը եւ ազգային ժողովում հանրային լսումներ էինք կազմակերպել, խոսքը քոլեջների կրթության մասին է։ Այդտեղ մի հոլովակ ցուցադրեցինք, որը ցույց էր տալիս աշխարհը այնպիսին, եթե ոչ մի այդ մասնագիտություն գոյություն չունենար, որը սովորում են քոլեջներում։ Մեր բոլոր հետագա գիտելիքներն ու մասնագիտությունները դառնում են անօգուտ, որովհետև այդ գործը անելու, այդ տեխնիկական սպասարկումը եւ աշխատանքը կազմակերպելու հետ կապված մասնագիտությունները, որոնք գուցե մենք հաճախ չենք նկատում, բայց իրենք մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչներն են, եթե այդ կադրային բազան մենք չունենանք, մնացած բոլոր ծրագրերը կմնան օդում։ Հիմա նայեք, օրինակ մենք ասում ենք զարգացնենք կինոարտադրությունը։
Շատ լավ, բայց կինոարտադրությունը մենակ դերասաններ ու ռեժիսորներ չեն։ Մեզ պետք են լուսային օպերատորներ, մեզ պետք են բազմաթիվ տեխնիկական մասնագետներ, որոնք որ ապահովում են կինոարտադրության այդ իրավիճակը։ Եվ այդպիսին է ցանկացած այլ գործունեության մեջ։ Եվ իհարկե նման մեծ կենտրոնի սպասարկումը առաջին հերթին նաև այդ բոլոր մասնագիտությունների եւ այդ ռեսուրսի առկայությունը պիտի լինի, նաև հենց դրա համար է, որ մեր կառավարությունը շատ մեծ շեշտադրում է անում հենց ՄԿՈՒ ոլորտի զարգացմանը, քոլեջների զարգացմանը, եւ մենք առանձին ու հատուկ ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց այդ մասնագիտություններով ուսանողներին առանձին կրթաթոշակային ծրագրեր են, որոնք խրախուսում են, որ մարդիկ դիմեն, սովորեն եւ հետո գնան աշխատելու։ Մենք անընդհատ աշխատում ենք մասնավորի հետ, որպեսզի դուալ ուսուցման ծրագրերով, այլ մեթոդներով ավելի նպատակային արդյունավետ բովանդակություն ունենանք։ Եվ իրականում այստեղ շատ մեծ աշխատանք կա ու շատ կարևոր է, որ այդ շեշտադրումն արվել է ձեր զրույցի ընթացքում, որովհետև մեծ պատկերի մեջ երբեք չպիտի կորցնես մանր թվացող բաները, որովհետև մանր թվացող բաներից է մեծ պատկերը հնարավոր դառնում։ Եվ այդտեղ մանրուքներ չկան, այդտեղ յուրաքանչյուր դետալ կարևոր է, բայց վստահ եմ, որ այդ մեծ ծրագիրը պատշաճ կիրականացվի, որովհետև համախմբված ջանք է դրվում տարբեր գործընկերների կողմից ու մենք էլ շատ ուրախ կլինենք մեր հերթին աջակցելու։ Եվ վերջի հարցս։ Երբ որ մտածում եք հաջորդ 10 տարվա մասին, ինչ եք պատկերացնում, ինչ կարևոր մի նախագիծ կամ օրենք կամ, չգիտեմ, ցանկացած բան, որ դուք կարծում եք պետք է իրականացնել, որ մեր կրթական համակարգը լինի այնտեղ, որտեղ դուք եք իրան տեսնում ու պատկերացնում։ Հաջորդ 10 տարում։ Հա։ Մենք պիտի քայլենք ակադեմիական քաղաքի փողոցներով։ Մենք պիտի գնանք մեր մարզային տարբեր բնակավայրեր եւ այնտեղ տեսնենք այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք տեսնում ենք հենց մեր կողքին, մեր փողոցում։ Մենք պետք է տեսնենք երեխաներ, որոնք ուրախությամբ են գնում դպրոցներ ու մանկապարտեզներ, ուրախությամբ էլ տուն են հետ վերադառնում, որ մյուս օրը նորից գնան։ Մենք պետք է տեսնենք ուսուցիչներ, որոնք բավարարված են իրենց աշխատանքով։ Ու գիտեք, այս ամենը գիտաֆանտաստիկայի ոլորտից չի։ Ես սա հատուկ ուզում եմ շեշտել, որովհետև երբ որ դու գտնվում ես փոփոխությունների process-ում, շատ հեշտ է հուսահատվելը։ Շատ հեշտ է հուսալքվելը, որովհետև երբ որ ներսում ես ու երբ որ ընթացքում ես, շատ հաճախ կարող ես չնկատել փոփոխությունները։ Միշտ պիտի հետ նայես, որտեղից ես սկսել, ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում, ինչպես է փոխվել։ Դա նաև ռեֆլեքսիայի։ Այո, սա էր այն ռեֆլեքսիան, որի մասին նաև խոսում էի, ու ես վստահ եմ, որ մեր աշխատանքի տեմպը, մեր համատեղ նաև մոտեցումները, որտեղ ես նկատում եմ, որ այս նպատակների շուրջ կա համախմբվածություն։ Մենք չունենք կոնֆլիկտ նրա շուրջ, որ մեր երեխաներին պետք է լավ կրթություն։ Մենք չունենք կոնֆլիկտ նրա շուրջ, որ կրթությունը առանցքային է ցանկացած ոլորտում։ Մենք չունենք կոնֆլիկտ նրա շուրջ, որ մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում դա պիտի լինի հասանելի։ Սրանք նպատակներ են, որոնք միավորում են մեզ բոլորիս, անկախ մնացած մեր բոլոր տարաբնույթ կարծիքներից եւ համոզմունքներից։ Ու ես նաեւ տեսնում եմ, որ մենք արդեն իսկ արել ենք շատ մեծ աշխատանք եւ սա հնարավորություն է տալու, որպեսզի հաջորդ 10 տարին լինեն հանգրվանային եւ մենք արդեն տեսնենք նաեւ համակարգային ազդեցությունները եւ մենք արդեն տեսնենք նաեւ մեր երկրի հանրային զարգացման վրա դրա թողած ազդեցությունը ու գիտեք մնացած բոլոր խոսակցությունները դառնում են երկրորդական, երբ որ այս նպատակները ուղղորդում են մեր ամենօրյա ջանքը։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, որ կիսեցիք այս ամենով մեզ հետ, նաև ուղղակի շնորհակալ եմ, որ դուք ասացիք, երբ որ մենք նոր սկսեցինք, որ լսել հասարակությունը, գործընկերներին եւ այլն դա շատ կարեւոր է եւ ես մեր կողմից կարող եմ ասել, որ
երևի առաջի անգամ այս 10 քանի տարվա ընթացքում մենք զգում ենք, որ մենք կարող ենք ասել մի բան, դա կլսվի, կընդունվի, թե չէ, դա արդեն ձեր որոշումն է, բայց որպես public servant, հա, որպես մարդ, որը աշխատում է հասարակության համար, հա, ես կարծում եմ դուք շատ կարևոր նոր ստանդարտ եք բերել եւ մշակույթ եւ մենք շատ շնորհակալ ենք ձեզ համար, որ կարողանում ենք համագործակցել եւ դա ոչ միայն մեր կողմից եմ ասում, այլ ընդհանուր մեր գործընկերների նաև կողմից կարող եմ ասել, որ միայն այսպես կարող ենք մենք իրոք Հայաստանում շատ լուրջ փոփոխություններ բերել, այլ ձև չի լինում։ Շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։ Ես եմ շատ շնորհակալ ու զգացված ու գիտեք դա միշտ համատեղ աշխատանք է եւ պետությունը հաջողում է այնտեղ որտեղ պետությունը աշխատում է հասարակության հետ, աշխատում է գործընկերների հետ ու գործընկերության այդ ուժը առաջին իսկ օրերից մենք զգում ենք եւ դասավանդիր Հայաստանի հատկապես ներկայությունը մեր կրթական համակարգում շատ բան է փոխել ու եւս մեկ անգամ առայթն օգտագործելով ուզում եմ ձեզ շնորհավորել եւ գիտեք դուք խոսում եք փոփոխության մասին ձեր անձնական օրինակով դուք այդ փոփոխությունը արել եք եւ շարժում եք ձևավորել Հայաստանում ամեն մեկը չի որ դա կարող է անել եւ ամեն դեպքում չի որ այդ արդյունքը կարող է ստացվել եւ դա իսկապես շնորհավորելու առիթ է ու շատ ուրախ եմ որ միասին աշխատելու հնարավորություն կա շնորհակալ եմ Ես էլ մերսի շատ